Նախարար Տիկին Սրբույի Գալյանն է։ Խնդրեմ Տիկին Գալյան։ Շնորհակալություն Տիկին Ջուլհակյան, հարգելի գործընկերներ, 2025 թվականի ընթացքում կառավարության ծրագրի համատեքստում շարունակական են եղել բարեփոխումները իրավունքի եւ արդարադատության ոլորտում։ Նախքան որոշ գործողություններ հատուկ շեշտադրելը կարևոր եմ համարում նշել, որ վերաբերելի տարբեր միջազգային ցուցանիշներում շարունակել ենք առաջադիմել կամ պահպանել դրական գնահատումները, օրինակ Գալապ կենտրոնի օրենք եւ կարգ զեկույցում գնահատվել ենք 84%, նախորդ հաշվետու տարվա համեմատ առաջադիմելով 1 միավորով, լրագրողներ առանց սահմանների միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության համաթվում զբաղեցրել ենք 34-րդ հորիզոնականը, դիրքերը բարելավելով 9 հորիզոնականով, իսկ Freedom House հետազոտական կազմակերպության ազատությունը համացանցում 2025 զեկույցի շրջանակում շարունակում ենք մնալ համացանցի ազատության ցուցիչով ազատ պետությունների ցանկում։ Այժմ անդրադառնալով հիմնական բարեփոխումներին, որոնք կատարվել են նախորդ տարվա ընթացքում, ցանկանում եմ նշել, որ նոր թափով իրականացրել ենք նոր սահմանադրության մշակման աշխատանքները, անցկացնելով սահմանադրական բարեփոխումների խորհրդի բազմաթիվ նիստեր, որոնք շարունակվելու են նաև շարունակվում են այս տարվա ընթացքում։ Մեր նախաձեռնությամբ ազգային ժողովի կողմից ընդունվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերությունների բարեփոխման փաթեթը, որը միտված է վերջապես ապահովել այս ոլորտում գործուն օրենսդրություն, բալանսավորելով թե սեփականատերերի, թե ձեռքբերողների, թե հանրության շահերը, ինչը վերջ կդնի հնարավոր չարաշահումներին, կնախատեսի խրախուսական երաշխիքներ եւ կապահովի գործընթացների անխոչնդոտ իրականացումը։ Շարունակել ենք հատուկ ուշադրության կենտրոնում պահել նաև դատական արդյունավետության չափանիշի ապահովման խնդիրը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, մասնավորապես դատական ծանրաբեռնվածության նվազումը ևս։ Այս նպատակով ազգային ժողով ենք ներկայացրել փաթեթներ, որոնցով առաջարկում է նախատեսել քաղաքացիական եւ վարչական գործերի եւ բողոքների քննության հստակ ժամկետներ եւ գրավոր ընթացակարգեր։ Նախատեսվել են նաև դատավորի փոփոխության դեպքում գործերի քննության ընդհատման պահից շարունակելու ընդհանուր կանոն, ինչպես նաև նոր դատավորի կողմից ապացույցների հետազոտման առավել ճկուն ընթացակարգեր։ Սահմանափակել ենք վարչական մարմինների կողմից մինչև 300,000 ՀՀ դրամ հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունքը։ Շարունակելով խոսել դատաիրավական բարեփոխումների մասին, կցանկանայի նշել, որ քաղաքացիական դատարանի ծանրաբեռնվածությունը էապես կրճատել ենք։ Վերջին 2 տարիների ընթացքում քաղաքացիական դատարանը գործում է 80% նվազ ծանրաբեռնվածությամբ եւ մեր հաջորդ խնդիրը վարչական եւ քրեական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումն է, ողջամիտ ժամկետներում գործերի քննության երաշխավորումը։ Մեր բոլոր նախաձեռնությունները միտված են հենց այս չափանիշների պահպանմանը։ Ճիշտ է, այսօր քննարկում ենք նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, բայց իմ խոսքում կցանկանամ նշել, թե ինչ ենք նախատեսել ապագայում անել եւ այս առումով բացի քաղաքացիական վարչական դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետ նախատեսելուց նույնատիպ կարգավորումներ ենք նախատեսում նաեւ քրեական դատավարության օրենսգրքում, այսինքն դատավորների փոփոխության դեպքում գործը զրոյական կետից չսկսելու կանոն ենք նախատեսում, ապացույցների հետազոտման ավելի ճկուն համակարգ ենք մշակում եւ սահմանում են գործերի քննության հստակ ժամկետ, որն այս պահին ընտրվել է 1 տարին, ոչ ավել քան 2 անգամ պատճառաբանված որոշմամբ երկարաձգման հնարավորությամբ։ Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման հետ կապված 2025 թվականի հուլիսի 1-ից գործարկել ենք ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը, ինչի արդյունքում արդեն իսկ ունենք վարույթ ընդունված գործերի 57%-ով նվազեցում։ Իր հերթին ավելի է ակտիվացել արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությունը, որը նախորդ տարի վարել է 307 արբիտրաժային գործ, որոնցից մեկը միջազգային եւ 165 հաշտարարության գործ, որոնցից 15-ը միջազգային։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունքում 2025 թվականին պետության եւ համայնքներին պատճառած գույքային վնասից փաստացի դրամական տեսքով վերականգնվել է շուրջ 2.2 միլիարդ դրամ։ Ես չեմ շարունակի ընթերցել, սա կառավարության կատարողականից է եւ ըստ էության ուղղակիորեն դատախազության եւ իրավապահ մարմինների գործառույթներին առնչվող հարցերը արդարադատության նախարարության մանդատի մեջ չեն մտնում, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության կատարողականի շրջանակներում այս հարցերին կա հստակ անդրադարձ։
Հայաստանի ցուցանիշները ՏՀԶԿ Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիտորինգի 5-րդ փուլի առաջընթացի զեկույցի շրջանակներում 9 կատարողական դաշտերից 6-ում գրանցվել է էական առաջընթաց, ինչպես նաև Գրեկո կողմից Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցով ներկայացված 22 հանձնարարականների կատարման ուղղությամբ տարվել են մեծածավալ աշխատանքներ, վերջնական գնահատումը իրականացվելու է այս ամռանը։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կցանկանամ մեկ կարևոր նախագծի մասին խոսել, խոսքը բարեվարկության եզրակացության եզրափակիչ մասի հրապարակայնության նախագծի մասին է, որը միտված է հաշվետվողականության սկզբունքի ապահովմանը։ Նախագծերով առաջարկվում է մի խումբ պաշտոնատար անձանց համար նշանակման եւ առաջխաղացման գործընթացներում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարկության վերաբերյալ եզրակացության, թե դրական, թե բացասական, միայն եզրափակիչ մասը դարձնել հրապարակային, թեկնածուին պաշտոնի նշանակելուց, այդ թվում առաջխաղացման կարգով նշանակելուց հետո, իսկ չնշանակված թեկնածուներին չհրապարակել, հաշվի առնելով դրա հնարավոր ազդեցությունը թեկնածուի անձնական կյանքի, աշխատանքային կարիերայի եւ հեղինակության վրա։ Հստակեցրել ենք նաեւ պետական սեփականություն դարձող նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները, նվերների տնօրինման գործընթացը։ Մեծաթիվ բարեփոխումներ են իրականացվել քաղաքացիական կայացության ակտերի գրանցման թվայնացման ոլորտում, մասնավորապես այսօր քաղաքացիները կարող են on-line տարբերակով գրանցել ամուսնությունը, երեխայի ծնունդը, կատարել անվան փոփոխություն, ճանաչել հայրությունը եւ այլն, այսինքն բոլոր այդ ծառայությունները հասանելի են թվային մակարդակում, ընդ որում համակարգը ապահովված է փոխգործելիության երաշխիքներով այլ համակարգերի հետ, նաեւ պետական ռեգիստրի բարեփոխումներ ենք իրականացրել թվային գործիքի համատեքստում եւ այսօր մեր քաղաքացիները նաեւ հնարավորություն ունեն գրանցել տիպային կանոնադրություն ունեցող իրավաբանական անձանց էլեկտրոնային տարբերակով։ Նաև ուզում եմ խոսել վարչական դատավարության էլեկտրոնային հարթակի մասին, որն անցած տարի է գործարկվել եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ արձագանքը այս համակարգից միանշանակ դրական է եւ նաեւ դա է պատճառը, որ 80%-ից ավել դեպքերում հայցադիմները ներկայացվում են հենց այս էլեկտրոնային համակարգի միջոցով։ Անդրադառնալով քրեակատարական պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, ցանկանում եմ նշել, որ վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտելների թիվն ավել է կալանավորների թվից, այս պայդրությամբ 70-ով, իր հերթին քրեակատարական հիմնարկներում շարունակաբար իրականացրել ենք դատապարտելներին եւ անազատության մեջ գտնվող անձանց պահելու պայմանների բարելավումներ, վերանորոգման աշխատանքներ, նաեւ ըստ էության գրեթե ամբողջությամբ լուծված է քրեակատարական հիմնարկներից դատարան ուղեկցումների հարցը, մենք արդեն իրականացնում ենք 3 հիմնարկի սպասարկումն ամբողջությամբ, մյուս հիմնարկների հետ կապված դեռևս ապավինում ենք մեր գործընկերների օգնությանը, խոսքը ներքին գործերի նախարարության գործընկերների մասին է եւ ըստ պայմանավորվածության եւ ժամանակագրական գրաֆիկի մենք այդ լիազորությունն ամբողջությամբ կվերցնենք առաջիկա ամիսների ընթացքում։ Մենք նաև այս ուղղությամբ շարունակելով աշխատանքները ձեռք ենք բերել նոր մեքենաներ, ուղեկցող մեքենաների մասին է խոսքը, այս պահին 4 տրանսպորտային միջոց փոխանցվել է ծառայությանը, մյուս մեքենաների ձեռքբերման գործընթացը գտնվում է ընթացիկ փուլում։ Պրոբացիայի ծառայության աշխատանքի բնականոն ապահովման համար ձեռք են բերվել նոր էլեկտրոնային հսկողության սարքավորումներ 759 թվով եւ 459 էլեկտրոնային հսկողության եւ 300 վարչական հսկողության սարքավորումների մասին է խոսքը։ Առանձնահատուկ կցանկանամ անդրադառնալ նաեւ բաժից պայմանական վաղակետ ազատվելու ինստիտուտին, որովհետեւ շատ են բարձրացվում հարցերը կապված համաներման հետ, արդյոք համաներում նախատեսվում է թե ոչ եւ բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել անդրադառնալու այս հարցին, նշելով, որ մենք ավելի շեշտադրելու ենք անհատական մոտեցումները, որպեսզի վստահ լինենք, որ հասարակություն վերադարձող անձը ավելի մեծ պոտենցիալ ունի վերաինտեգրման եւ վերասոցիալականացման ճանապարհը ավելի հարթ է անցել եւ այդ պատճառով կատարելագործում ենք բաժից պայմանական վաղակետ ազատվելու ինստիտուտը։ Նախորդ տարի
Պատժից պայմանական ազատվել է 170 անձ, ինչը 32-ով ավել է 2024 թվականի ցուցանիշից, իսկ այս տարի արդեն ունենք 40 անձ, որոնք ազատվել են պատժից, եթե նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատենք 15-ից ավել անձով ավել է թիվը, այսինքն պետք է արձանագրենք, որ ինստիտուտը աշխատում է։ ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակներում աշխատանքները նույնպես սկսել ենք եւ ներկայում ակտիվ կատարման փուլում ենք, մասնավորապես սահմանել ենք մեր ոլորտում իրականացման ենթակա բոլոր գործողությունները ըստ ժամանակացույցի եւ կատարման ենթակա միջոցառումների։ Մասնավորապես այդ ծրագրով նախատեսված են նախարարության առնչվող մի շարք միջոցառումներ, ներառյալ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ինքնավար մարմնի ստեղծումը, ոլորտի օրենսդրության համապատասխանությունը ԵՄ ստանդարտներին, խտրականության կանխարգելման համապարփակ օրենսդրության եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հակակոռուպցիոն ռազմավարական փաստաթղթերի ընդունումը, ոլորտային միջազգային փաստաթղթերի եւ մարմինների հանձնարարականների իմպլեմենտացումը եւ այլն։ Ներկա պահին իրականացված են հետևյալ գործողությունները, անցկացվել են վերապատրաստումներ եւ կարողությունների զարգացման ուղղված դասընթացներ, քաղաքացիական կայունության ակտերի գրանցման գործակալության բոլոր աշխատակիցների համար, բարեվարկության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ, ամփոփվել է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 23-25 գործողությունների ծրագրի իրականացումը 90% կատարված աշխատանքով, մշակման փուլում է գտնվում արդարադատության ոլորտի ռազմավարությունը, որի շրջանակներում գերակայություններ են լինելու մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը։ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերջնականացվել են երկու օրենսդրական նախագծեր, խոսքը խտրականության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին նախագծի եւ ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագծերի մասին է։ Վարչապետի ու ոլորտային գերատեսչությունների հետ քննարկվել եւ համաձայնեցվել են ակտիվների բռնականացման ինստիտուտի կատարելագործման ուղղությունները, ներառյալ ակտիվների կառավարման միասնական մարմնի իրավասությունն ու գործառույթները, հաստատվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ինքնավար մարմնի ստեղծման հայեցակարգային ուղղությունները, որի հիման վրա մշակվում է նոր օրենքի նախագիծ, անձնական տվյալների պաշտպանության գործակալության փոխարեն Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի ինքնավար մարմին, որը կզբաղվի անձնական տվյալների պաշտպանությամբ մեր քաղաքացիների եւ նաեւ ոչ միայն քաղաքացիների։ Ինչ վերաբերում է ոլորտային կոնվենցիաներին միանալուն, ապա այս մասով հարկ է նշել, որ կառավարությունը միացել է առաջակող բոլոր կոնվենցիաներին եւ այժմ մեր ջանքերը միտված են այդ կոնվենցիաներով սահմանված պահանջների հողի վրա կատարմանը։ Հակիրճ այսքանը, սիրով պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալ եմ Տիկին Գալյան, Տիկին Գալյանին հարցեր ուղղելու համար